Տվյալ դեպքում դա կոնֆերենցիաների լիգայի որակավոր Աշկերտին ապա անկախ զուգահեռ ընթացող խաղի արդյունքից դուրս է գալիս նշեմ, որ Արարատ բկմախաղը կարող եք դիտել Fast TV եթե Եվ այսպես Տերյանը աչից կենտրոնում Կլայդեր Մասեդոն համար 44 և Յարոսլավ կիսապաշտպանության եռյակը խաղը մեկնարկեց, սկսում են դաշտի կենտրոնից Ալաշկերտի ֆուտբոլիստները։ Ֆարայոլյան, որը աջ եզրում է տեղակայված, ստանում է գնդակը։ Մտնում է Տուգանային հրապարակ, ուղարկում կենտրոն հարված և հաշիվը արդեն բացված է երկրորդ րոպեին, մրցավորը սակայն սուլում է, խաղից դուրս է գրանցել։ Գոլը Թավարը եզրային թույլ տվեց շարունակել։ Գրոհը հետո նոր։ Բարսասե դրոշակը այստեղ ժամանակակից բոքեղ է խաղում այստեղ Ֆարայոլյան անցնում է մեկ հպումով մրցակցին, տեղափոխվում կենտրոն կտրող փոխանցում և գնդակը շեղվում է դեպի Շիրակի դարպասը։ Այս գոլը արդեն չեն չեղարկի և 1-0 առաջ անցնում արդեն 4-րդ րոպեին։ Պես այս գրոհը մտածել էր փոխանցում դեպի Տուրեն, բայց տվյալ դեպքում նույնիսկ կարող է դա գոլային չլիներ, եթե գնդակահասներ Տուրեին, նույնիսկ եթե նա մենակ լիներ, իսկ ինքնագոլը արդեն լրատվիչ ցուցանիշներին, Ան Ալբանդյանի հարվածը մեղմասը։ Լավ խաղաց այստեղ Ակիլյան ուղարկում է կենտրոն, վտանգավոր է Միսակյան, բարդ անհաջող խաղարկում ստանդարտ, դրա համար է հավաքել, ոչ խաղարկում են ցածրից վտանգավոր էր, թողած գոլերը Ալբանդյանի փոխանցումը, Մատյուխինը թեքում է գնդակ և այսպես, բարձրից փոխանցում վտանգավոր է 2-0 Ահա թե ինչպես է պետք ստանդարտը խաղարկել 25 րոպեների ընթացքում դա մեծ առավելություն է, շատ մեծ տեսեք որքան անհարմար է դարպասապայի համար դուրս գալ այս փոխանցման ժամանակ։ Կոդիա հարվածային դիրք է դուրս գալիս, հարվածում է Կոդիան, Բեգլարյանն է հեռացնում Սարուկյանը, իսկ այս ընթացքում գրոհում է Մոմոտուրեն, մտնում է Տուգանային հրապարակ, հարվածում է անդրադարձների շարք և շատ լավ խաղարկում էր այստեղ, փոխանցումը կատարված էր Բեգլարյանը, կունենա Փիլոյան, Տուրե, հարվածում է Մոմոտուրեն հետևից, փոխանցումը կատարում են Ալբանդյանը, գլխով հարված, վտանգավոր էր իսկապես, տակից փոխանցում առաջ Ակիլյա, չեցրեց գնդակը անցավ, այստեղ Մատյուխինին գեղեցիկ խաղաց հարձակվողը և անկյունային փոխանցում է աջ, նույնպես գրագետ որոշում էր Սարգսյան, փորձելու է հարվածել ըստ երևույթին, դա էլ հենց անում է, ժամանակը սպառվեց, չհասցրեցին սուր գրոհ անցկացնել և 2-0 առաջին կեցից հետո Ալաշկերտը առջևում է Fastex Premier Լիգայի 27-րդ տուրի Ալաշկերտ Շիրակ հանդիպումը առաջին կեսից հետո Մնացականյանը երկար փոխանցում կատարեց Ակիլային և հիմա վտանգավոր է Փահլևանյանի անցումը փոխանցումը և 2-1 է դառնում հաշիվը Շիրակը կարողանում է կրճատել տարբերությունը Փայլուն անցում կատարեց Փահլևանյանը, փոխանցեց կենտրոն և հոհո, դեռ հարցական է այս գոլը կհաշվեն թե ոչ, մրցավարին հրավիրում տեսնենք Թարլոյանը այսպես փակել է մրցակցի ճանապարհը, իսկ ուսով Կայո Էնրիկեի դեմքին դիպչել էր ֆուտբոլիստը, խախտում և դեղին քարտ նույնիսկ Վազգեն Սարգսյանին մրցակցին այդպես ուսով հարվածելու համար։ Միսակյան, հարված, փրկում է Բեգլարյանը։ Այս դուրս վիճակ էր, արդարացիորեն, Ֆարայոլա, անհատական անցումը Ֆարայոլը ինչեր է անում։ Միսակյան դեպի Ակիլյան է խաղում, Ջեսի Ակիլա հարված և շեղեց տպավորություն կա, որ այնտեղ խաղը ավելի շուտ կավարտվի, դեռ միանշանակ չէ թե որքան կավելացվի Ալբանդյան, հարվածում է Տուգանայինից բարձր Վտանգավոր կարող է լինել 5-ի դեմ է գրոհում Ալաշկերտը, Ալբանդյան
Հարմարեցնում է աջ ոտքին, չի ստացվում, իսկ այս հարվածը անչագնդակ է։ Սաբոբո հարմարեցնում է աջ ոտքին, հարվածում է Սաբոբոն, Լյովա Կարապետյան։ Բարձից փոխանցում առաջ, վտանգավոր կարող էր լինել։ Եվ վերջ, Ալաշկերտը հաղթում է 2-0 հաշվով և նվաճում Եվրագավաթի ուղեգիր։ Անչափ կարևոր պահին, երբ պետք էր հաղթել Վահե Գևորգյանի թիմը։